Այնքան մեծ նմանություն կա Հայաստանի, հակառակ ասեմ, Ռուսաստանի քաղաքական էլիտայի եւ Հայաստանի քաղաքական էլիտայի միջև, այնպիսի տպավորություն է, որ սրանք բոլորը մի մորից են, կամ առնվազն ասենք բնականաբար հայերն էլ ասենք նույն դպրոցն են ավարտել։ Ինչ որ ռուսից տեսել են, ինչ որ ռուսը սովորացրել է, դա էլ սովորացրել են։ Ինչ նկատի ունեմ։ Ասենք 3-4 օրը բոլորը տեսակ, որ ուկրաինացիները ուրեմն հարձակվեցին դրոններով, ոչնչացրեցին որոշ հաշվարկներով 12-ից մինչև 30 քանի զինվորական կործանիչներ, եւ նույն օրը նաեւ ուրեմն մոստեր փլուզվել Ռուսաստանում, չգիտեմ Բրյանսկում թե որտեղ, ուրեմն կամուրջը փլուզվել էր, ներողություն, կամուրջի տակ մնացել էր գնացքը, կան զոհեր, վիրավորներ։ Հիմա անմիջապես դեպքից հետո հիմա այնպես տպավորություն է, որ Կրեմլի ուրեմն որոշ սենյակներում մի հատ տեքստ են գրում բոլորի համար, էլի, ու անմիջապես մյուս օրը բոլորը սկսում են նույն տեքստը կարդալ։ Ասենք Պուտինը հիմա այնքան ցինիկ են բոլորը, ախարսես նայում ես, իմ ներերունը չի իրիքում, միջև վերջ դիտեմ, էլի, Լավրովին, Մեդինսկի, Պուտին, ուրեմն 3 տարուց ավել է, 3.5 տարի դրել են մի ամբողջ երկիր, մի ամբողջ ժողովրդի ոչնչացնում են, հազարավոր երեխաներ են սպանել։ Հիմա նստել է Պուտինն այս ցինիկ ձևով, որ ուկրաինացիների արարքը տերորիստական քայլ է, ինչպես դա նրա համար էր, որպեսզի ուզեմ խզեն բանակցային process-ը, ինչպես կարելի է սրանց հետ բանակցել, ասես նայում ես, ասում ես, այդ աստիճան ցինիկ կարելի է լինել, դու 3.5 տարի մարդ է սպանում, երեխա է սպանում, քաղաքներ է սավիրում, հիմա եկել ես ինչ որ բանը ինքնաթիռների մասին չի խոսում, այդ կամուրջի մասին է խոսում, բայց դա ոչ մի ապացույց չկա, որ ուկրաինացիները դրա հետ ինչ որ կապ ունեն կամ մասնակցել են, ուկրաինական կողմը ոնց որ ասում են իր վրա չի վերցրել, որ դա իր արած գործն է, ինչպես ասենք բանը ինքնաթիռների ոչնչացման օպերացիան կամ ասենք Ղրիմի կամուրջի պայթյունի հետ կապված անմիջապես ասում է, որ դա մեր արածն է, բայց այդտեղ ոչ մի ձայնձուն չկա, բայց այդ ցինիզմը։ Ու նայում եմ հայելանման հիմա Հայաստանում, ընդհանրապես հիմա չէ, միշտ։ Ուրեմն Հայաստանի համար առաջին տկարամիտը, վարշապետիկը, ուրեմն առավոտը ժամը 6-ին, 7-ին, 8-ին, գուցե 9-ին, գուցե 10-ին, գուցե 11-ին, գուցե 12-ին, ուրեմն իր ամառանոցում ունիտազ հայրենոց են ասում, քաքամանի վրա նստած երևի, ինչ որ մեկ էլ մի հատ խելքին բանա խփում, եթե մանման դեղը խփաշի լինում, մի ապուշ բանա գրում, հետո գնում է էքստազի մեջ, սկսում այդ թեման շարունակել, ոնց որ ասենք վերջի օրերի հոգևորականների հետ ինչ որ կուսակրոնություն եւ այլ, սա հարցերը լուծել էր, հիմա մնացել էին կուսակրոնությունը, երևի ուզում է կաթողիկոսի պաշտոնել ինքը, բարի, որտեվ համ ոստիկանա, համ դիվանագետա, համ վարչապետա, համ մանկապարտեզների կախիչներ ստուգողա, ամեն ինչ է ինքը, էլի։ Հիմա երևի ուզում է հոգևորականներին էլ կառավարի, ինչևից է։ Մի ապուշություն ա գրում, մի հիմարություն, անհեթեթություն, մի սադրիչ բան, մի վնասակար բան, առավոտը անցնում է 2 ժամ, մի ժամ, քաղաք արտանում է, երկիր արտանում է, իր այդ ուսապարկերը, մանավանդ մի խումբ կան, ասենք, խորհրդարանում են մոտ Կոնջոյանը 2 օրը չերում, երևի միտեղ գնացել է Եվրոպայում լատը խմելու, այն քաչալ գլխոսեց մուրուքով ակտոստերով մի հատ երիտասարդ պարոնա, որ նայես կարող է մտածես երևի դասախոսա կամ ինչա, բայց որ բերանը բացում է, գողական աշխարհի ամենաուժեղ ներկայացուցիչի հացը կտրել է։ Մեկ էլ սկսում են անենց պատրաստված, անենց ցինիկով, անենց ուրեմն ձևով արդարացնել Նիկոլի գրառումը, պատահական օդից վերցրած գրառումը, որ մտածում ես երևի սրանք մի ամբողջ ամիս իրանց ուրեմն ՔՊ-ի վարչությունում այս հարցը քննարկել են, իմացել են, որ այսօր Նիկոլաս այս բանով պետքա գրառումով Facebook-ում հանդես գա, իրանք արդեն պատրաստել են այդ ցինիկ, նույն ռուսական հայելանման ցինիկ պատասխանը, արդարացումը եւ ինչ որ մեկնաբանությունը։ Բոլորը, այն թմբլիկ Մի մальчик մի девочкան էլ չի երևում, Վահագն ինչանա, նա էլ չկա, երևի միտեղ Կոնջորյանի հետ գնացել են, տժժում են եւ այլ, բայց ասենք էլի Թորոսյանն է, Արսեն նախկին պաշտպանը, առողջապահության նախարարը այնքան
ավիրեց առողջապահության նախարարություն, այնքան թալանեց, այնքան մարդու գլուխ կերավ կովիդի ժամանակ ու մնաց անպատիժ, դրա համար լեզուն էլ երկար էլա։ Դրա համար է Նիկոլն ասել է նայի։ Դու ինչպես աղա Զայրանն ասում 2.75% Նիկոլ ես։ Ես էլ բանը խոսքը բերանիցս դուրս չգաց, անպայման կարդարացես։ Ու ասածս դա է, էլիս այդ զարմանում ես այդ ու մենակ պատգամավորները չեն էլի, ասենք այդ սուտի քաղաքագետ, մաղաքագետ բաներ կան ինչ-որ սենց էլի, իրանց դրել են Եվրոպա մեկի տեղ, ինչ-որ առաջարկ են արել Եվրոպա մտնելու, բայց ամբողջ օրը Նիկոլին բանանելով, պաշտպանելով, արդարացնելով, ինչ Նիկոլը ասում է, իրանք հա ճիշտ ասում եւ այլ, նույնիսկ ասենք են Արամ Սարգսյանը, ընդունված ձևով Արամ Զավենի Սարգսյանը, հավատացյալ մարդ է, ասու բան ինչ-որ անդադ, բան սենց Աստված կաթողիկոսի աշնա համբուրով բա խոսում բան մեկ էլ բայց այդ բայցը հենց ասում են ինչ որ մեկը մեկի քննադատելու ժամանակ չի կարելի վարչապետի հետ անձամբ ծանոթ եմ մտերիք հարաբերություններ ունեմ պետք չէ այդպիսի տոնով խոսալ բայց այդ բացը հենց ասում են այդտեղ արդեն ամեն բանի հերանիցում ոնց որ ասի կնոջը բռնաբարել էին շատ վատ արարք է հանցագործություն է դա պետք է պատժել պետք է դատապարտել բայց պետք է խոստովանել որ կնոջ շրջազգեստը շատ կարճ էր այսինքն ինքն է մեղավոր էլի բայց ասածս դրա մասին չէր Արամ Սարգսյանի մասին չէր դրա մասին էլ ինչ ասեց ինչ որ կա չկա ասված է ասածս դա է որ նույն ռուսական դպրոցի ձևով ցինիկ ձևով ցինիկ էլի ասում են Պուտինը ցինիկ իր խումբը ցինիկ այդ Լավրովին որ նայում է սախար սենց այն հայի արունը երբ որ խառնվում է դառնում է այդ Ռուսաստան, Մուսաստան եւ այլ ընդդեմ Սիմոնյան, Քյոսայան, դաժե Քյոսայանինը մաքուր արունա, բայց այնքան Ռուսաստան ապրեց, այնքան մեծացավ, արդեն կեղտ դառավ, էլի։ Կեղտ է դառնում այդ հայի արունը, էլի ցինիկ ձևով, էլի նստել է նոր Լավրովը, ինչպես կարելի է տերորիստ են ասում ուկրաինացիները, խփում են մեր ժողովրդին, բան 3.5 տարի է միլիոնավոր մարդ սպանեցին, միլիոնավոր։ Նույնն էլ հայրը, հայլաձևով Նիկոլեշությունը ասում է 2 րոպե հետո 2 ժամ հետո անենց ցինիկ ձևով արդարացվել բա ոնց վրոջի մենք այդ հարցով միշտ քննարկել ենք կուսակրոնությունը բանը հոգևորականների մաքուր լինելը պարզապես հələ սպասում ենք հələ զբաղված ենք կոպեկ հետ բերելու թեմայով հələ սրա ժամանակը չէր կոպեկը հետ բերեցինք նախկին թալանչիներին դատեցինք տնտեսությունը վերականգնեցինք դիվանագիտությամբ հաղթել ենք Ադրբեջանի հերանիցել ենք, սա հարցերը լուծել ենք, հիմա էլ մնացել էր կուսակրոնությունը, հետ ենք, բա ոնց բոլորի դեմ կանուն ազգանունով պատրելու ենք, այդ ինձանից գեշբեթար ճաղատ մորուքով ակտոսներով այդ պարոնն ասում, այդ ղժժան։ Այս էլի ցինիկ հասարակություն, վատ գրագետ ժողովուրդով, թերի գրագետ, անկիրթ, ինչպիսի ժողովուրդն այնպիսին էլ իր վարչապետն, այնպիսի իր վերնախավն է։ Այսքանը ամենայն բարիքներ, լավ եղեք, մի եղեք ցինիկ, ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ, որպեսզի դուք ձեզ հարգեք, ձեր ընտանիքը ձեզ հարգի, ձեր երեխաները ձեզ հարգեն։ Ազնիվ եղեք ամեն հարցում։